Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հունվարի 5։ Սիրո հայտնությունը։ Հովսեփի եղբայրները չգիտեին, թե որքան են նրանք սիրված, մինչև որ Աստված չօգտագործեց մի ճգնաժամ դա նրանց բացահայտելու համար։ Եվ սովը երկրի բոլորի երեսի վրա եղավ, և Հովսեփը բացավ բոլոր շտեմարանները։ Ծննդոց 41:56 խոսք։ Եվ Հակոբը տեսավ, որ Եգիպտոսումը պաշար կա, ասաց իր որդիներին. այնտեղ իջեք և այնտեղից մեզ համար ծախու առեք։ Եվ Հովսեփի 10 եղբայրներն իջան Եգիպտոսից ցորեն ծախու առնելու։ 42-րդ գլուխ 1-3 խոսքեր։ 20 տարի էր անցել այն ժամանակվանից, երբ այս եղբայրները Հովսեփին ստրկության վաճառեցին։ Այդ ընթացքում նա դարձել էր Եգիպտոսի վարչապետը։ 7 տարի Հովսեփը ցորեն էր պահեստավորել, սպասելով սովի։ Հակոբի որդիները մեկնեցին Եգիպտոս ցորեն գնելու մտադրությամբ, սակայն Աստված ուղարկում էր նրանց սիրո հայտնություն ստանալու մտադրությամբ։ Նրանք շուտով պետք է զգային ողորմությունը, ներումը և վերականգնումը և հասկանային, թե իրականում ինչ է նշանակում Աստծո շնորհը։ Թեպետ նրանք արժանի էին միայն դատաստանի, նրանց սպասում էր կատարյալ շնորհը։ Մեղքը եղբայրներին հեռու էր պահել Հովսեփից։ Իրականում նրանք հավանաբար կարծում էին, թե նա մահացած է։ Երբ նրանք հասան փարավոնի արքունիք և կանգնեցին Հովսեփի առաջ, նրան չճանաչեցին, սակայն նա նրանց անմիջապես ճանաչեց։ Նրա սիրտը լցվեց գութով, տեսնելով այն եղբայրներին, որոնց նա այդքան խորապես սիրում էր։ Սակայն այդ հպարտ մարդիկ դեռ պատրաստ չէին շնորհի և ողորմության հայտնությանը։ Նախ նրանք պետք է տեսնեին իրենց մեղքերի ծայրահեղ գարշելիությունը և առերեսվեին իրենց մեղքին ու ամոթին։ Քրիստոսի խաչի պատգամը անպայմանական սերն է, և Աստված այս ճշմարտությունը հայտնեց Հովսեփին։ Հովսեփը 3 օրով իր եղբայրներին բանտում պահեց ոչ թե նրանց պատժելու, այլ նրանց հնարավորություն տալու համար, որ առերեսվեն իրենց մեղքի ճշմարտությանը։ Անհնար է հասկանալ Աստծո շնորհը, քանի դեռ չենք հասել մեր սեփական ուժերի սպառմանը և չենք ապրում նրա ողորմությունը։ Այդ շնորհը մեզ ազատում է ամեն տեսակ ամոթից և մեղքի զգացումից։